Շնորհակալություն նախ պարոն Սահակյան, ասեմ, որ շատ օրիգինալ էր ձեր առաջարկը ազգային ժողովի ամբիոնը չքաղաքականացնելու վերաբերյալ, փաստորեն Հայաստանի Հանրապետությունը հավակնում է դառնալ առաջին երկիրը, որտեղ քաղաքականությունը չքաղաքականացնելու կոչեր են հնչում, բայց հարցս խոսքս դրա մասին չէ։ Տիկնակ եւ պարոնայք, վերջին 3 ամիսների ընթացքում ես եղել եմ Հանրապետության մոտավորապես շուրջ 50 գյուղերում եւ կարող եմ ասել, որ մարդկանց այդ շփումները ստիպում են մտածել, որ պաշտոնական այն վիճակագրությունը եւ հանգստությունը, որ նաեւ այստեղ հարցուպատասխանների ընթացքում ներկայացնում է կենտրոնական բանկը, կապված գյուղացիական վարկերի վիճակի հետ կապված, այնքան էլ իրականությանը չի համապատասխանում եւ մարդիկ գյուղացիները տասնյակ հազարավոր գյուղացիներ ստիպված են նոր վարկեր վերցնել հները փակելու համար կապված Հայաստանում ստեղծված սոցիալ-տնտեսական եւ տնտեսական իրավիճակի հետ մարդկանց մեջ տասնյակ եւ հարյուրավոր կոնֆլիկտներ են առաջացել միմյանց երաշխավոր լինելու հետևանքները չգիտակցելու հետևանքով եղբայրը եղբոր, հարևանը հարևանի եւ այս իրավիճակը ավելի սրվել է այն պատճառով, որ բազմաթիվ մթերող ընկերություններ մինչև այժմ գյուղացիներին չեն կարողացել օբյեկտիվ կամ սուբյեկտիվ պատճառներով վճարել մթերված ապրանքի գինը, ինչը իր հերթին ավելի է սրել ստեղծված իրավիճակը։ Պարոն Սահակյան, ես պարզապես ցանկանում էի առաջարկել, որ դուք որպես ազգային ժողովի նախագահ կանոնակարգ օրենքի 18-րդ հոդվածի համաձայն դուք ինքներդ այս թեմայով հրավիրեք լսումներ, որպեսզի մենք ի վերջո կարողանանք այս իրավիճակի մեջ մասին ամբողջական եւ լուրջ տեղեկատվություն ստանալ, որովհետեւ կարծում եմ սա մի խնդիր է, որ կարող է ցանկացած պահի պայթել որպես ճգնաժամ։ Շնորհակալություն։